Հանուն հոր եւ որդու եւ ոգին սրբո ամեն։ Եթե ուշադիր նայենք կյանքին սիրելիներ, կտեսնենք, որ մարդկային կյանքը անհավասար բաշխում է։ Հարուստը գա, աղքատը գա, զորավորը գա, տգարը գա, երկարը գա, կարճը գա եւ ուրախն ու տխուրը գա։ Այս փորձառությունը գա, որ բոլորիս անկախ ով լալետ կհավասարեցնե իրարու։ Եվ այդ փորձառությունը հիվանդությունն է։ Հիվանդությունը սիրելիիդ եւ նամանավանդ զավակիդ, սիրելի զավակիդ, այսինքն մեկումը, որ շատ գսիրես, ամեն տուր զարնած ես եւ ահա իր հիվանդ անգողինի քով նստած եւ մահվան է սպանած։ Այն ադեն ոչ հարուստը լալդ, ոչ պաշտոնավորը լալդ, փամը չոքներ։ Եվ այսօր ավետարանը ճիշտ ադոր մասն է։ Հայրոս անունով ժողովրդաբեդ մկար Գալիլեո քաղաքի մեջ։ Մեր քաղաքներու մեջ հայտնի մխտարի վես մեկը գլարինքը, որ ամենուն գջանշնար, ամենու թուղթերը ինքը գներ, ամենու դունը կացած էր։ Եվ ահա հարկված մեկը լալով ամենու թուրը զարնած էր, այս իր միակ աղջիկը, որ 12 տարեկան էր, հիվանդ էր մահամերձ։ Եվ եթե հայրը աղջիկ ունի, գիտե ասիկա ինչ կնշանակի, որ որչափ զորավոր կապ ունին հայրը եւ աղջիկները։ Եվ ահա կսպասեր, որ Հիսուսը քաղաք մտնի։ Եվ Հիսուս քաղաք մտավ, ինքզինքը մորցած վազեց Հիսուսի ոտքերուն առջևը, լսավ հաջիս տուն ես եկուր, որտեղ 12-ամյա աղջիկս մահամերձ է։ Մինչ Հիսուս ամբողջի միջով տունը կհասնի, մեկը ըսավ, որ աղջիկդ մեռավ, այլևս մի ցանցրացներ վարդապետը։ Ամենքս տեսավ, որ մեռավ, ուշացավ վարդապետը։ Բայց Հիսուս ըսավ ժողովրդապետին, մի վախնար, միայն հավատա եւ աղջիկը պիտի ապրի։ Եվ տուն հասան իրապես, որ աղջիկը մեռած էր, բայց Աստծո համար անգարելի բան չկա։ Հիսուս բռնեց աղջիկա ձեռքեն եւ բարձրաձայն ըսավ. աղջիկս ոտքի ելն։ Անմիջապես անոր հոգին վերադարձավ եւ ոտքի կանգնեցավ։ Ծնողները ապշած մնացին եւ Հիսուս ըսավ. ուտելիք տվեք աղջիկան եւ աս մասին բան չսեք։ Այսինքն Աստծո խոսքը հոգին ետ կբերե եւ կյանք կունենա մեզ։ Հիսուս հաջող մարդոս ձեռքը կբռներ սիրելիներ։ Պետրոս ջուրի վրա պիտի քարեր օրնա նավագեն իջած ադեն։ Սկսավ ընկղմելու, Հիսուս ձեռքը բռնեց, վեր հանեց։ Պետրոսի զոքաճը օրը ինչ ուներ, շատ բարձր դատություն ուներ։ Հիսուս ձեռքը բռնեց եւ առողջացավ։ Բոլոր մարդը մոտեցավ Հիսուսին, շատերը ասին վարդապետ մի տգնար, մի վարակվիս, որտեղ հիվանդություն ունի մորտի, բայց Հիսուս տվավ եւ առողջացավ։ Հաշնիկի կացին եւ հաշտվողները մեջտեղ պիտի մնային, որտեղ քինի չի գար։ Հիսուսի առջև ջուր դրին, Հիսուս տվավ այդ ջուրին եւ ամենեն թանկագին քինին դարձավ։ Եվ օրը, երբ որ 5000 հոգի կհետևել Հիսուսին, հաց պետք էր կերակրել։ Աշակերտները ասին մենք ունենք 2 արձուկ եւ 5 կդոր հաց։ Հիսուսի առջև դրին, թվավ, օրտնեց եւ 5000 հոգի կերակրվեցավ։ Ուրեմն Աստծո ձեռքերը միշտ դեպի մեզի ուղղված են եւ կբռնենք Աստծո ձեռքը փուժում եւ լուծում կգտնենք։ Սուրբ Երենեոս 2-րդ տարի հայրապետ գսե, որ Հայր Աստված մեզի երկարած 2 ձեռք ունի։ Մեկը Հիսուսն է, մյուսը Սուրբ Հոգին։ Այսպես Սուրբ Երրորդությունը մեզ կհասնի սիրով եւ գուզե քրգել մեզի։ Իսկ Աստված ամեն ինչով գուզե մեզի իր գիրկը առնել։ Եվ բզդիգը մգծնի մայր անմիջապես իր գիրկը գարնե քնքշանքով եւ ցավերը մորցած։ Նույնը երբ մենք կմգրվենք Հոր, Որդին եւ Սուրբ Հոգին անունով եկեղեցին կքրգե մեզի։ Աստված կսե թուն այլևս իմ սիրելի զավակս։ Եվ գսե Եսայի մարգարեն, ահա ես քեզ իմ ձեռքերուս մեջ դրոշմեցի, ափիս մեջ քո անունդ գրված է։ Ոչ թե սարերու վրա գրեց մեր անունը, որտեղ օրը սարերը պիտի անհետանան, ոչ թե արևի վրա գրեց, որտեղ օրը արևը իր լույսը պիտի գործընծնե, այլ իր ափին մեջ գրեց, այն ափին, այն ձեռքին, որ ամեն օր տիեզերքը գթացնի։ Ալոր համար Հովանես Սարաքյալ երևյալը գսե. Ես ոշխարներս կջանչնամ, անոնք ձայնս կլսեն եւ կհետևեն ինձի, եւ ես անոնց հավիտենական կյանք կտամ։ Անոնք բնավ պիտի չգործվին,
Ոչ որ պիտի գարնա զանոնք հապշտագել իմ ձեռքես, որովհետև հայրս ամենեն զորավորն է, կսեր Հիսուս։ Մեկը չի գտնա հորս ձեռքեն խրել։ Կպատմվի, որ բաղ ձմեռային օր մներ, կանադական օրերու նման, զավակը հոր հետ դուրս ելնեք հալելու։ Տղան մեծ կրբաններով ժակետ հակած էր և ձեռքերը կրբանը պահած էր, որպեսզի տաք մնա։ Եվ սահելիք տեղ կհաստին հայրը գսե տղաս, թույլ դուր որ ձեռքդ բռնեմ, պիտի ինաս։ Տղան մտիկ չներ, բայց քիչ վերջ մեկ հատ վայր կինա սառույցին վրա։ Վախնալու կսկսի տղան և հոր ժակետեն կբռնե, նորեն ձեռքը չի բռներ։ Քիչ ետք նորեն գինա տղան և ճարահատյալ խոնարհված կսե բապ լավ գլա որ թուն իմ ձեռքս բռնես։ Որ թուն ձեռքս բռնես ես պիտի չինամ։ Ուրեմն հավատքը ոչ թե ես Աստծո ձեռքը բռնած եմ, այլ Աստված իմ ձեռքս բռնած է սիրներ։ Ինքը չի ցկել մեր ձեռքը, որտեղ մեզի շատ կսիրել, այլ երբ որ ես կցկեմ, ես կմնամ առանց օգնական։ Քրիստոսի ձեռքերը մեր ապահովություններն են, սիրելիներ։ Այսօր մարդիկ զանազան խնդիրներ ունեն, դուք ինձ մել լավ գիտեք, հոգևոր, հոգեգան, մարմնավոր, ընտանեկան, խնդիրներու փուն պատճառը Աստծո ձեռքը ցկելն է։ Շատերը գսեն, դեր այ գործս լավ չէ, դունս խառն է, բզդիկներս չեն լսել, ես շաբաթը 7 օր կաշխատիմ, վասն ընտանիքիս, բայց բանը չլար։ Երբեմն կարծեմ, աղոթքիդ կյանքը ինչպես է, ինչ կապ ունի ադիկա գսեմ։ Գսեմ Սուրբ Գիրքը վերջի անգամ երբ բացիր, մեծ մայրը Սուրբ Գիրք ունի, ասան կպատասխանի, հեչ կապ չունի ադիկա հետ։ Սուրբ Պատարագի վերջի անգամ երբ մասնակցեցար, Զադիգին 2023 թվականի Զադիգին։ Աղքատը կգերագրես կարծնեմ, գսեն հոս աղքատ չի գա, երկու ծծնեմ ոչ ճակոս աղքատ։ Այսինքն Տերը գսե ես եմ կյանքը, եթե պատվիրաններս պահեք ձեր մեջը, ես ձեր մեջը կգնագեմ։ Ինձի հետևողը գլա հոն, ուր ես կգտնվի։ Եթե Աստծո հետ չես, Աստծո սիրելի հետ չես, աղքատին հետ չես, իր խոսքին հետ չես, Աստծուն չես հետևի։ Պարզապես Աստված քեզի համար օբյեկտիվ իրականություն մնե, որ գսեն փամը ըրել է ժամանակին, բայց մեզի համար Աստծուն հետևելը լալ հոն ուր ինքը կգտնվի։ Երբ մենք մեղքի մեջ կինանք, անարակ որդի պես տունը գցքեն գերտանք, իր ներողամիտ ձեռքերը փած են, որբեսի մեզի ոտքի գեցնեն։ Ադոնամար Պետրոս Արաքյալը գսե դերը չուզեր որևէ մեկը կորուստը, այլ գուզե որ բոլորն ապաշխարելու առիթ ունենան, այսինքն միշտ ձեռքը բաց է։ Երբ ներքին խավարը մեր մտքին եւ հոգին գտիրե, թռները կոց գտվի թե հույս չի գա, իր լուսավոր ձեռքերը մեզի կհրավիրեն ասելով ես եմ աշխարհի լույսը, ով որ ինձի կհետևի, խավարի մեջ պիտի չքալե, այլ պիտի ունենա այն լույսը, որ կյանքի կառաջնորդի։ Ադորմեկ անունը անորոշությունն է, այսօր շատերը անորոշության մեջ են, ադի խավարն է, եթե ուզեք որոշ ճամփա ունենաք, հաստատ ճամփա ունենաք, Տիրոջ լույսը պետք է։ Երբ մտադարձությունը, այսօրվա անքսայթիները, սթրեսերը մեր դունը չեն ցկեր, իր ձեռքերը մեզի գսե ինձի եկեք, բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես հանգիստ պիտի տամ ձեզ։ Ոսմեկը գա որ հանգիստի պետք չունի, սրդի մեջ, հոգի մեջ, տունին մեջ, կորձի տեղը, երբ որ տիրին կփանակ հոն հանգիստ մտեսնեն, ամենքս այդ երկնային հանգիստ ունեն։ Եվ Տերը գսե որ ձեր վրա արեք իմ լուծս եւ ինձ մեզ սորվեցեք, որովհետեւ հեզ եմ եւ սրտով խոնար, եւ դուք ձեր հոգեգան հանգստությունը պիտի գտնեք։ Եվ կորզը պիտի սկսի եւ ինձ ինքը տգար գսկաս կրնամ մինագը սնել այս հարցումը գուտաս։ Հիշեր արյունոտված Հիսուսի ձեռքերը որ գսե ձեռքը պիտի բռնեմ եւ միասին պիտի լինենք ինչ որ պիտի լինենք։ Ադոնամար Պողոս Արաքյալը գսե ամեն ինչ կրնամ անել շնորհիվ Քրիստոսի, որ ինձի զորացուց։ Հետևաբար սիրելիներ, հարադեպ պետք է բռնենք Աստծո ձեռքերը, որտեղ առանց Աստծո փամը չեն կրնարնել, ինչպես Հիսուսը սավ իր աշակերտներին։ Ամեն օր աղոթքով, արդյուն երբ որ գարթենանք, այդ սև գործը պիտի ճառնենք այն ինչ եղած է գիշերը։ Աղոթքի անյունը պիտի երթանք, պիտի մեր սիրտը բանանք եւ զորություն խնդրենք օրվա համար։ Իր գունը բոլոր օգնությունները պետք է տնենք Տիրոջ առջևը։
օրական մեր աչքերը, ագանջները, որոնք թուրներն են մեր սրտերում, պիտի սրբությամբ լեցվին սիրելիներ։ Պետք է գեղեցիկ բաներ տիրենք, հոգևոր շարականները, Աստծո խոսքը, քարոզը պետք է մտի գնենք, որտեղ մենք հոգեմտավոր, սայքոսոմատիկ մարդիկ ենք, ինչ որ գուտենք, ոչ թե միայն բերանով, այլ աչքով, խելքով եւ ականջով, մեր իրականությունը գտարնա, որովհետեւ ինչ որ մեր սրտի մեջ է, ան է, որ մենք գտարնանք։ Աստծո խոսքը պետք է ուսումնասիրենք, շունչ պետք է առնենք իր շունչեն, adorամար հայերեն գսենք Աստվածաշունչ, առանց որի չենք կրնար մենք ապրել։ Տես քեզի Աստված ինչ կսորվեցնի իր բարի ավետարանով, կորզադրե իր խոսքերը կյանքիդ մեջ, մարդոց ներելով, չար չխոսելով, չհայելով, չփամփասելով, քեն եւ ողջ չբահելով, այն ադեն Աստված կսե որ թուն ես իմ հավատարիմ ծառս։ Մասնակցիր իր ընթրիքին, ցկի աշխարհը գիրագյորը, եկիր հաղորդվելու, որ կյանք ունենաս։ Պատարակով ոչ թե միայն իր ցերկը կբռնենք, այլ ամբողջությամբ գուդենք իրեն, կգրկենք իրեն, իր ներկայությամբ կորտնվենք եւ գխավարենք։ Կճաշակենք իր ամբողջ էությունը, ինչպես Հիսուս կսե, եթե չուտեք մարդու որդի մարմինեն եւ չխմեք անոր անունեն, կյանք պիտի չունենաք ձեր մեջը, եւ այդ կյանքը հույսն է, համբերությունն է, խաղաղությունն է, վախը մեր մեջ են համելու։ Անշուշտ պետք է հանգիստի օր ունենանք, ոչ թե շաբաթը 7 օր աշխատենք սիրելիներ, հանգիստի օր, որ տեսնենք Աստծո մեծ գործերը, փառք տանք իրեն, մեր սիրելիներու հետ ժամանակ անցնենք, որտեղ մարդս միայն երևելի հացի համար չէ որ կապրի, այլ կապրի Աստծո համար եւ Աստծո խոսքին։ Եվ կարիքավորներուն պետք է հասնենք սիրելիներ, հարստացիր Աստծով գսի ավետարանը, կյանքի օրերդ որպեսի խաղաղ ապրես, մի եսեր դրամ չունի, մի եսեր ժամանակ չունի, մի եսեր կարողություն չունի։ Աստված ոչ թե քանագին գնայի, այլ տալու հոգին, թե ինչ ձևով կուտաս, ինչպես այդ այրիգինը գնաց եւ 25 սենտ դրավ կանցանագի մեջ եւ Հիսուս տեսավ եւ իր աշակերտներուն կանչեց։ Հետևաբար Քրիստոս տվավ այսօր հայրոսի աղջկան եւ անհարություն արավ։ Այսօր մեզի ինքը գտնա իր ձեռքերով եւ որովհետեւ մենք մեջը կյանք ունենանք եւ փառք տանք Աստծուն իր բոլոր գործերու համար։ Ավիդյանս, Ավիդենից։ Ամեն։